Անցած եռամսյակում նախարարությունը ստացել է ապօրինի ծառահատման 16 ահազանգ, հատվել է 432 ծառ, վնասը մոտ 50 միլիոն դրամ։ Անտառի հերը անիծում է։ Ես մի անգամ դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք։ Դիլիջանի դեպքերը գիտեք, չէ՞։ Բա դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք։ Մի անգամ եկել եք ասել եք, այս սրան պետքա բռնենք եւ այլն։ Թերացումները նշելուց հետո վարչապետը լսեց հաշվետվությունը։ Ըստ նախարար Արտվիկ Մինասյանի իրականացվում է 25 ներդրումային ծրագիր։ Փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնման ավտոմատ կառավարման համակարգը։ Համակարգը պետք է լինի մոտիվացնող 1, արդար 2 եւ ռեսուրսի խնայողությանը ուղղված։ Ամենամեծ մոտիվացիան այն է, որ հաշվարկից հետո գործարարը հասկանա, որ ծախսերը նվազեցնում է, շեշտեց վարչապետը։ Բիզնեսի հետ խոսում եք մաքսիմալ հարգալից։ Մենք բիզնեսին իրավունք չունենք առանց փաստի ասելու դու գողես կամ ավազակ ես։ Սևանա լճի մակարդակն այսօր 1900 մետր է։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը լճի մակարդակը բարձրացնել 3,5 մետրով։ Այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր է հասնել, վստահեցրեցին մասնագետները։ Վարչապետի խոսքով Սևանի խնդրի լուծումը պետք է հիմնված լինի հաշվարկների վրա։ Բոլորը Սևանը սիրում են, բայց ինձ հիմնավոր է այդ ամեն ինչը։ Շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարա բերի վաղը մյուս օր լրացուցիչ լիքը ծախսերի, ճանապարհ, կաբել, գազ, մենք պետք է կապիտալիզացնենք եւ հանգստի գոտի սարքենք։ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հստակ ուղենիշեր, որոնք կապահովեն եկամուտների աճ, էկոտուրիզմի զարգացում, կանաչ տարածքների պահպանում եւ կառավարման արդյունավետություն։ Դավիթ Մուրադյան, օրակարգ։